Արևձեզ, այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան տարեդարձ է։ Տաղանդավոր նկարիչը Խոքոբայ, ով ապրեց 92 տարում, ապրեց, արարեց, արևեց և հասավ ամենաբարձրյալին, և արևը վերցրեց իր ձեռքերով։ Մարտիրոս Սարյանի նախնիները ճակատագրի բերումով հեռանալով հեքիաթային անիից և բնակություն հաստատելով Կրիմում, ապա նոր Նախիջևանում, իրենց սրտում վառ պայծի հերբում մնացած երկրի հանդեպսերն ու կարոտ, մշակելով ու շենացնելով օտարի հողը, նրանք միմիայն երազեցին հարազատ հողի և ջրի մասին, և այդ սերն էլ ներարկեցին իրենց զավակների հողում և սրտում, պատմելով նրանց Մայր Հայաստանի լեռների ու ձորերի, գետերի ու անտառների մասին, պատմելով ամեն ինչի մասին։ Սարգիս և Ուսուցյան Սարյանների 9 զավակներից Մարտիրոսը ոչ միայն ընդմիշտ վերադարձավ հայրենի ակունքներ, այլև դարձավ մայր հայրենիքի փառավոր պանծալի զավակը։ Նա իր ամբողջ կյանքում առաջնորդվեց իր ժողովրդին անշահախմբի ծառայելու բարձր զգացումով։ Նա իր ներկապնակից վերցրեց ամենապայծառ գույներն ու նկարեց իր Հայաստանի և մեր Հայաստանի չգերադասված պատկերը, ու լուծվեց, լուծվեց նրա մեջ։ Ինքն էլ դարձավ դրա անբաժան մասնիկը։ Նա այսօր էլ ապրում է, քանի որ աստվածահաճո արվեստին սկիզբ ու վերջ չկար։ Սիրելի վարպետ, դուք ճիշտ եք եղել հավերժության խորհրդի կյանքի, դուք էլ ապրեցիք հավերժության մեջ և հավերժացաք արտավերջ։ Ես հիմա մտածում եմ, որ ժամանակը միշտ եղել է, միշտ կա, ոչ գալիս է, ոչ էլ անցնում։ Այո, սա անհերքելի ճշմարտություն է։ Չէ՞ որ բնությունը ստեղծում է մարդուն, որ իր միջոցով տեսնի, ճանաչի իրեն։ Մարդն ինքը բնություն է, բնությունը մարդ։ Մարտիրոս ջան, եկել եմ։ Նկարում ես։ Շատ լավ է, որ նկարում ես։ Տես, քո սիրած ծաղկերքներն են կապել։ Այնքան շատ ծաղիկներ են ուղարկել քո ծննդյան առիթով։ Մեկը մեկից սիրուն, մեկը մեկից գունավոր։ Այո, իմ սիրելի Լուսիկ։ Ծաղիկներ տեսնելիս անմիջապես հնձվում եմ ուրախ տրամադրության։ Ինչ գեղեցիկ են պարտեզից քաղված ծաղիկները։ Իմ սիրուն Լուսաննա, ծաղիկները մի այլ հմայքում են։ Գիտես, երբ 1915 թվականին էջմիացնում էի և օգնում էի Թումանյանին, հոգեպես ցնցված էի, ինչ ծանր պատկերներ, ինչեր տեսավ մեր ժողովուրդը։ Սով, համաճարակ, մահ, սարսափելի է, ու ես հիվանդացա։ Ինձ ուղարկեցին Թիֆլիս, այնտեղ սկսեցի նկարել ծաղիկներ ու մրգեր, ասես փորձեցի գտնել փրկության ճանապարհ։ Չէ՞ որ արվեստը պետք է օգնի մարդուն իր դժվար ժամանակներին, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ։ Հենց այդ ժամանակներն էին, որ քեզ տեսա։ Ինչ անմոռաց օրեր էին։ Դու շատ մոտ ես կանգնած ինձ ու արվեստին, դու իմ ամենամոտ, ամենահարազատ ընկեր։ Երբ որ հանգչում էր կարծես, հազարենա մեր ոգին, երբ արյուն էր, կոտորած, լեռներում ուժ էր ու պահ, այդ որտեղից դու գտար, այդքան կրակ ու հոգի, այդքան կապույտ ու կանաչ, այդքան ծաղիկ ու ծիծաղ, այդ մեր ոգին էր անքույն, անթեղ դարձավ քորին, հնչյունները գույներից մեր կենաց երգն էր խրով, հաղթած մռայլը բախտին դու պարզեցիր աշխարհին, սարյանական ծիրանին, որպես խորհուրդ ու դրոշ, դու ժողովուրդն ես հայոց, և հին, և նոր հավիտյան, ապրիր, վարվիր դարերում, քո արևով, քո տապով, դու, իմաստունալեհեր, ուղիղ 145 տարեկան, ու ծիծաղկոտ իմանուկ, կարմիր փողկապով։ Մարտիրոս ջան, գիտես չէ, այսօրվա փոստը այնքան ծանրաբեռնված է, լի է շնորհավորանքների նամակներով։ Շատերը շնորհավորում են, ուզում են անձամբ տեսնել քեզ, խոսել։ Նույնիսկ դրսում մի շարք աշակերտներ են քեզ սպասում։ Երևի ուզում են շնորհավորել։ Դե ես գնամ նրանց ներս կանչում։ Ողջույն, վարպետ ջան։ Ողջույն վարպետ, ողջույն։ Ողջույն, վարպետ։ Ողջույն։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի վարպետ, Հավերժություն քեզ, անմահություն քո նկարներին ու քո արվեստին։ Շնորհավոր տարեդարձ, ով մեծ նկարիչ։ Դուք միազգի արժանի զավակ, կապվեցիք հարազատողի հետ, դարձաք ոչ միայն նրա մեծ նկարիչը, այլև գործիչն ու քաղաքացին, հայրենիք կառուցողներից մեկը։ Սերունդները միշտ երախտագիտությամբ են հիշելու ձեզ և ուրիշ հայորդիների։
քանի որ հենց ձեր շնորհիվ իմաստավորվեց Հայաստանը մեր եւ օտարների աչքում։ Իրոք, վարպետ ջան, պատահական չէ, որ ռուս բանաստեղծներ եւ գեղագետներ Անտիեփ Ելինը եւ Վոլոշինը իրենց նամակներում եւ հոդվածներում հանդես եկան եւ իրենց հիացմունքն արտահայտեցին սարյանական Հայաստանի վերաբերյալ։ Նրանք տեսան հոգեվոր Հայաստան, ոչ թե նյութական, առարկայական, աղքատ ու նոր ոտքի կանգնող, այլ նրա հոգեվոր հրամկանը, ուրույն ազգային։ Սիրելի վարպետ, թող հավերժ փառաբանվի ձեր ծնունդը սերունդների շուքերով, որովհետև հենց դուք արարեցիք մեր երկրի չգերազանցված նկարը։ Գորշ ու մռայլ, մուգ ու թախի սնող գույներով հայրենիքը մնաց ետևում։ Դուք նկարեցիք մի նոր, պայծառ ու արևային հայրենիք, եւ օտարները հիացան այս նոր նկարով, սիրեցին եւ ընդունեցին։ Շնորհակալ եմ սերունդներից։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր ժողովուրդը եւ մայր հողը։ Այն արտահայտել եմ իմ արվեստով։ Ուրիշ հավատ ու սեր չեմ ունեցել։ Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, հոգով եմ սիրել, ինձ եմ տեսել այդ ամենի մեջ։ Ինչ հիանալի են մրգերը, Երևանինն են։ Մրգերը միշտ գեղեցիկ են, ծաղիկների պես բազմագույն, եւ ամեն մեկն է մի մասնիկ ունի իր մեջ պահած։ Կարելի է անվերջ նայել, հիանալ ու նկարել։ Վարպետ, ինչ է շարժերից դարձավ, որ ընտրեցիք նկարելու այս ձևը։ Սկզբում ուսումնարան ավարտելուց հետո նկարում էի եւ զգում, որ ինչ-որ բան պակաս է։ Սկսեցի նկարել իմ զգացած ձևով եւ ստացվեց։ Երբեք չեմ մտածել որևէ մեկին զարմացնել, քանի որ երբ նկարում ես, ինքդ ես զարմանում բնության գեղեցկությամբ։ Յուրաքանչյուր մարդ մի թանգարան է, մի գանձարան։ Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։ Ահա, դուք էլ եք այստեղ, դուք կառավարության մարդ եք, դուք կոչված եք ստեղծագործելու նոր կյանք, ձեզ մաղթում եմ հաջողություն։ Պետք է սիրել մարդուն, մարդը մեծ է, շատ մեծ, բնությունն ամբողջ մարդու մեջ է, պետք է սիրել արևը, սիրել մարդուն նշանակում է սիրել ու գնահատել արևը։ Վարպետ, բոլորին հայտնի է, որ դուք սիրում եք ստեղծագործել Բախ, Մոցարտի դութական հնչյունների ներքո։ Նույն ներդաշնակությունն ու հանգստությունն եք զգում, երբ լսում եք Կոմիտաս։ Օ, Կոմիտասն ուրիշ է։ Կոմիտասին միշտ պետք է լսել։ Քանի տարի է անցել, բայց ասես նոր է գրված, այսօրվա համար։ Ինչքան նրան մեր մեջ պահենք, այդքան ավելի երջանիկ կլինենք, քանի որ Կոմիտասը ինքը մեր հողն է, հողի համը, հոտը, ջուրը, սարերի օդը։ Չինարես կերանալ մի յար, 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 մեր դռնեն շաղով բացա, յար, 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 նանայ, նայ, նամ, յար, 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 մեր բաղի դուրը բացա, յար, 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 ոտներս շաղով թացա, յար, 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 նանայ, նայ, նամ, յար, 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 յար։ Վարպետ, այս կտավներում հեքիաթն ու լույսը կարծես միախառնված լինեն։ Բնությունն այստեղ հանդես է գալիս իր ողջ շքեղությամբ, իբրև զարմանահրաշ իմ հեքիաթ, արևելյան տաք ու պայծառ գույներով։ Վարպետ, այս նկարներում փաստորեն
Տիրապետող գույնը, կապտականաշագույն ու ոսկե գույնը։ Շատ հետաքրքիր է։ Բնության այդպիսի կանոնը երբ է ծնվել ձեր հոգում։ Ես մանուկ հասակում շատ էի սիրում վազվզել մեր տան շրջակայքով, հիանալ բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Արևի ճառագայթների տակ դրանք փայլփլում էին ասես մարգարիտներ, հոգիս լցնում բերկրանքով։ Լույս, գույն, երազ։ Ահա այն, ինչ ես երազել եմ միշտ։ Վարպետ, ինչու եք ձեզ այս ձևով պատկերել։ Երևի լսել եք, գիտեք, իմ մասին գրում են, որ ես շատ եմ սիրում արևը, որ ես արևի նկարիչ եմ։ Իհարկե արևը կարելի չէ չսիրել, բայց արևը նկարել անհնար է, այն պետք է զգալ իր մեջ։ Այս դիմանկարներում ես փորձել եմ ցույց տալ այդ բանը։ Իսկապես, վարպետ, ինչ գույներ են, կապույտ, դեղին, կարմիր, կարծես լույսի ճառագայթներ են։ Ես իմանուշ Հայաստանի արվահամբարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվար լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիքների ու վարդերի հույրը վարման ու նայրան արջիկների հեսոչակում բարն եմ սիրում։
մի անգամ խոսում պատրաստված եկա քո մոտ, որ ինձ նկարես, բայց դու այդպես էլ ինձ չնկարեցի։ Սիրելի ընկեր, ես քեզ արդեն նկարել եմ։ Հիշում ես, մի քանի օր առաջ ինձ հյուր էիր եկել, հագնված էիր շատ սովորական, դու քո հասարակ կերպարի մեջ էիր։ Ես հենց այդպես էի ուզում քեզ նկարել, այդպես ավելի շատ է երևում քո հախուռն ու անհանգիստ բնույթը, ազգային դիմագծերն ու պարզ ու համարձակությունը։ Անկասկած, կապույտ հաշկինակի վրա նկարված դիմակը խորհրդանշում է հավերժություն, չարեցն էլ հավերժացավ։ Սա ոչ թե դիմակ է, այլ իբերով դարձավ կանխորոշված։ Պատահական չէ, որ երբ 1937 թվականին տասնյակից ավելի դիմանկարներ արվեցին Սարյանի տան բակում, Չարեցի այս դիմանկարը պահվեց Նուշան Մուրադյանի շնորհիվ։ Պահվեց մոտ 20 տարի նկողում։ Պահվեց, որ այսօր կրկին ու կրկին փաստի երկու տաղանդավոր հայրոցների Սարյանի և Չարեցի հավերժ գոյությունը։ Սիրելի ընկեր, կգա ժամանակ, որ դու մեզ համար լեգենդ կհամարվես, ու ես բոլորի նման կմտածեմ ու կզարմանամ, որ այս հրաշքը մեզ հետ միասին նույն քաղաքում է ապրել, որ ես նստել վեր եմ կացել ու նկարել եմ նրան։ Վարպետ ջան, այնքան ուրախ եմ մեր ընկերության համագործակցության համար։ Այսօր մի շարք գրքերի նկարազարդումներ, շաբիկների ձևավորումներ, խոսովականներ են քո հանճարի և մեր գրքարվեստում դարձել են անգին նմուշներ։ Երկուսս էլ շատ լավ գիտենք, որ հայերեն ցանկացած նկարազարդված գիրք նրանում է հայի շունչն ու ոգին։ Ահա, իմ սիրելի Ավոն էլ եկավ։ Ավետիք ջան, Վենետիկում եղած օրերը շատ եմ կարոտում։ Ինչ օրեր էի, դու օտար երկրում էիր, բայց հոգով հայրենիքում, Արարատի, Մանթաշի և քո ժողովրդի հետ։ Հիշում եմ ոնց էիր ուզվել վենետիկյան ցուցահանդեսին։ Իմ լավ ընկեր, ես իսկապես շատ եկ ուզում և խանդավառնում։ Երբ օտարները հիացմունքով էին դիտում քո նկարները, ես բոլորին բացատրում էի, որ քո արվեստը շատ նոր լինելով սուտ հայկական է, ոճավորված, տոհմի, քանի որ քո արվեստի տարրերը ապրում են դարերի խորքում, մայր հողի վրա։ Սիրելի Մարտիրոս, ես այնքան նպարտ էի, որ իմ տաղանդավոր հայրենակիցը Վենետիկում Հայաստանն է ներկայացնում։ Նայելով այդ նկարներին ակամայից դեցվում է սիով ու կարոտով դեպի հայ աշխարհը։ Այն երևում է իբրև արևիտակ պարզած մի հեքիաթ, մի խորին քնարերգություն, իր չքնաղ լեռներով ու գետերով, արտերով ու եղնիկներով, իր պաշտելի գյուղացիներով ու իր նվիրական լութանով։ Այդ նկարները հոգուց բխած նկարներ են, գուրգուրված ու սիրված։ Հեղավոր Վենետիկում օտարի աչքի առաջ հանգիստ տարածվել էր մի փոքրիկ ու կենդանի Հայաստան։ Իրոք որ, ապշելու բան է, մի կտավ ու մի ամբողջ համադրված հայրենիք։ Հերվում մասիսն է ձյունաթան, հետո Արագածը, ժայռեր, որոնց վրա հին վանքեր ու ամրոցներ, դալար հովետներում սոսենի ծառեր, կապույտ գետակը, որ ջրընկեցով քերում է ապառաջների ոտքերը, հյուղը տանիքների վրա աղջիկների կլոր պարը։ Եվ երբ թողնում հեռանում եք նրա նկարներից, օրերով արթնի և երասի վեշտեցնում եք նույն պատկերները, հոգիները չեն բաժանվում նրանցից, քանի որ ձերն է, հարազատ, քանի որ հեղինակը սրտով սիրել է նրանց։ Ալեքսանդր Թամանյան, ազգային ու համաշխարհային ճանաչումով տաղանդավոր ճարտարապետ, սերունդները երախտագիտությամբ են հիշելու ձեզ և ձեր մասին ասելու են։ Նա տեսել է արևային մի քաղաք, ինչպես մաքուր մարմարի կողքին նկարած արևային ժամացույց, քարտեզ նահա քաղաքի, պողոտաներ, փողոցներ, բոլորաձիգ երկարած, իսկ կենտրոնում երկնահաս գրանիտյա մի բակի։ Սա էլ բնանկար է արևիկը, կապույտ երկինք, Հայաստանի երկինքը եղոթը, ոսկե բաղլերներ, ախառն գույներով հանդեր, դաշտեր, կանաչ կարմիր ատեր, վերևում թռչկոտող երկինքներ, ներքևում արածող հոտեր։ Ամենուր զգացվում էր, թե ինչպես է արևը իր բոլոր հրով ու կրքով գրկում ու կիսում է մեր պապերի ու մեր թորների հողը։ Իսկապես հպարտ եմ, որ գիտեմ քեզ, սիրելի ընկեր։ Դու համեստագույն, անչափ ներողամիտ ու հանճարեղ հայ շինական, 20-րդ դարի մեր նոր դրդատ։ Այո, իրանց բաղձանքս կատարված է, ինեն հայրենիքում, կառուցել Հայաստանում։ Ափսոս փոշակգործել կիսատ մնացին, շատերն են թղթի վրա, բայց վստահ եմ, որ սրբները կներածն ամեն իր կիսատ գործ։ Ես ձուլվեցի իմ ժողովրդի, ձուլվեցի նրա սրտի զարկերի, իսկ իմ ժողովուրդն անմահ է։ Պապիկ,
նոյին սիրուն թիթերը, սիրուն ինչ քնքուշ։ Պապիկ, տես, նրա թևերը մուկշակնակագույն են, ծածկված խոշոր սպիտակ փոթիկներով, իսկ ներսինը կարմիր է, սև փոթիկներով։ Պապիկ, հիշում ես, դու ինձ պատմում էի, որ երբ տափաստաններում էի բնակվում, շատ թիթեռներ էի բռնում, որոնք կարծես թռչող ծաղիկների նմանն էին, թռչող ծաղիկներ։ Հայրիկ ջան, շատ կուզեի, որ լսեր այս ստեղծագործությունը, որ կարծիք ինձ համար շատ կարևոր է։ Բայց ավելի համարձակորդ էր։ Զարիկ ջան, դու կարող ես շատ աշխատել և լինել համարձակ։ Սարյանը սիրեց ու պաշտեց իր ընտանիքը, իբրև Սուրբ Մասով։ Նա հավատարիմ ու սիրող ամուսին էր, հոգատար և ուշադիր հայ, անսահմանորեն քնքուշ ու սիրահար պապիկ, անհանգստանում էր բոլորի համար։ Նուրբ ու զգայուն հոգի ունենալով նա ժայռի պես ամուր էր։ Անձնական վշտերը թաղում էր հոգուխոր անկյուններով, որ հանկարծ ընտանիքից որևէ մեկը չտեսնի իր հանգստությունը։ Մեր տանը երեխաների պատժել չէր կարելի։ Նա երբեք չէր ասի, ես բաղված եմ, գնա խաղալիքներով եմ խաղա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ համաշխարհային մեծության հյուրեր էին լինում։ Սարյանը արև էր, որի շուրջը պտտվում էինք մենք, բոլորս։ Կյանքի նկատմամբ սերը չլքեց Մարտիրոս Սարյանին։ Նա կտավերում երբեք ողբերգություն չնկարեց, բայց երբեք չկտրվեց հայրենիքից և հարազատ ժողովրդից։ Գտավ երբ իր ժողովրդի նման հիմնադրավելու ճակատագրի դաժան հարվածներին։ Պատահական չէ, որ 1915 թվականի սարսափելի օրերին նա նկարեց մրգեր, ծաղիկներ, կարելի խորքից եկող և անմահություն խորհրդանշող դիմակներ։ Իսկ երբ 1928 թվականին ֆրանսիական ցուցահանդեսի համար արված նկարները Ֆրիժինավով հայրենիք վերադառնալից գրեթե ամբողջությամբ այրվեցին, Սարյանը շնչվեց, հաղթարեց տխրությունն ու ինչպես ինքն ասում շարունակեց պայքարել։ Դարերով եկող իր ժողովրդի հետ և իր ժողովրդի համար։ Սարյանն իր հոգու զվարթությունը, լավատեսությունը երբեք չկորցրեց։ Կյանքի բոլոր փորձություններին դիմակայեց, ինչպես ամուր մի ժայռ, ինչպես մի հայ, ով իր յուրաքանչյուր հավերժախոս բջջով կոփված է դարավոր արադիքների ու փորձությունների դեմ։ Սարյանն իր այս կերպարով լուսավորում է իր շրջապատը, հուսադրում, ոգեշնչում, իսկ երիտասարդների, հատկապես ստեղծագործող արվեստասեր երիտասարդների հանդեպ առանձնակի վերաբերմունք էր դրսևորում, օգնում, խրախուսում, ոգևորում նրանց։ Երբ Մինաս Ավետիսյանի արվեստանոցն այրվեց, Սարյանն իր բոլոր ներկերն ու վրձիները տարավ Մինասին, նրան հուսադրելու, հոգու որովը արթուն պահելու համար։ Մարտիրոս Սարյանին սիրեցին և գնահատեցին ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս, որապես ազգային կտավները իրենցից անամարտկային արժեքներ են ներկայացնում, չէ որ բնություն ամենուր է, իսկ մարդը նրան շատ կապված։ Հեթանոսի պես արև եմ պաշտում, հարվում եմ նրան տենչանքով վայրի և իմ այդ անխարն, պայծառ հավատում, ես մոտն եմ ժխտում մահով խավարի, նայում եմ հաճախ գիշերներն անքուն, որ ծագող արքին ողջունեմ թեթև, ձմեռվա բրքին տեսնում եմ թաքուն, շողում են ամուտ ամպերի ետև, աշխարի վրա, օրերիս վրա։ Սարյանը գույնի խոշոր երաժիշտ էր, ճշմարիտ արվեստագետ, կոմպոզիտոր և կրքոտ բանաստեղծ։ Նա իր առնիքնող պատկերները կառուցում է կենդանի Հայաստանի և կենդանի հոգի վրա։ Լունաչարսկի։ Հայաստանի լույսը հասնում է մեզ Սարյանի շնորհիվ։ Լույս երջանիկ մարդկանց, քսարերի, մրգերի վրա։ Սա մի գանձ է վերագտնված։ Այնքան գեղեցիկ է նրա գույնը, որ դարերը մեր Սևանի ու Մասիսի կողքին Սարյանին պիտի հատկացնեն առաջնակարգ տեղ Լուի Արագո։
Երիք, ասում են նազերությունները, քեզ դարերն անգամ փակ են գուշակում, էլ ինչ ես ուզում կյանքից վերցնել, ես չեմ վերցնում, ես պարտքս եմ փակում, ինչ տանեմ կյանքից և ուր եմ տանում, երբ այստեղ պիտի իմ պարտքը մարեմ, երբ ինչ թողնում եմ, այն է ինձ մնում, և կորած է այն, ինչ հետս տանեմ։ Իսկ ինչ եմ տվել ես այս աշխարհին, այսքան գույնի տեղ տրված ինձ օտար, մորս աչքերի գույնի տեղ բարի, մանկության գույնի, բիլ ու անարատ, սիրող գույնի տեղ այրող արնագույն, և այս ծերության ձյունեղեն գույնի, երանի նրան, ում համար կյանքում, ծիածանելով 7 գույն ունի։ Եվ նա աչքերով ջահել ածվի, որոնում են որ ցորքեր ու գույներ, և դրոշվում է ջերմակ կտավի, լեռներ ու ձորեր, արևիջներ, և շպրտելով իր սուր աչքերից, միտք հանգստի ու երկմտանքի, և մազերը, որ ասում են հերիք, էլ ինչ ես ուզում տանել այս կյանքից։ Եվ մահը եկավ, իսկ ծաղկի վրա թիթեռ կար կանգնած, իսկ ծառի վրա թռչուն էր երգում։ Ծերունին սակայն ճամփորդ էր արդեն, որ պետք է մեկներ անդարձ մի ճամփա։ Նրա աչքերում կարոտ կար լույսի, մաշված ձեռքերից դեռ լույս էր կաթում աշխարհի վրա, և կոպերի տակ էր տակավին, լուսե պատկերը ջերմակ Մասիսի։ Այդ լույսերը տակ, հավիտյան կապույտ սարերի վրա նկարել էին մի ծագող արև, և չկար ոչ մի դավաճան սևույն, որ դողար մահից և փարավաներ խավարը նրան։ Իսկ մահը համար կանգնած էր իր դեմ, ու չէր տեսնում, որ ծաղկի վրա թիթեռ կա կանգնած, որ ծառի վրա թռչուն է երգում։ Ծերունին նայեց ու խղճաց մահին, հետո նա առավ վրձինը լուսեր և հավաքելով ուժերը վերջին, մեկնելուց առաջ արև նկարեց։ Ինչ լավ բան է կյանքը։ Այն մի զգացողություն է, որ երբեք չի լքում մարդուն։ Այսինքն ապրել եմ, ապրում եմ ու պիտի ապրեմ։ Serena,
Ինչ նկարում են իմ Հայաստանն է, թեկուզ և հեռվում, բայց ես իմ տանն է, սրտաբու խոսքեր մեծ են հանճարի, լույսի շողի պես տվել է հայի, Աստված ընտրում է հազարից մեկին, կնիք է դնում հոգում ու մտքին, այդպես էլ եղավ, անհայտ պատանին իր ձեռքը առավ, մատիտ ու վրցին, ստեղծեց մի ուրույն աշխարհ առանձին, էլ ինչ աշխարհ, գունագեղ, պայծառ, արևով ներկված ամեն թուփ ու ծառ, լեռներ ու երկինք, ջրեր կարկաչում, կարծես քո ձայնն է գտավից հնչում, թե դիմանկար, թե գյուղ սարերում, որտեղ թարմ հացի բուրմունքն է գերում, թափառող շներ, նեղ ու ծուր փողոց, ու մի շարք տներ հին Երևանում, անցյալն իր գիրկն է մտովի տանում, քո մի բուռ հողն է այնքան հարազատ, քեզ կյանք է տվել շնչելու ազատ, ու թևածում է շունչը Սարյանի, կարոտած որդու իր Հայաստանի, ինչ նկարել ես, քո Հայաստանն է, հոգիդ անմահ է, դու հավերժ տանն ես։ Հարգելի հյուրեր, ես ողջունեցի ձեզ իմ Մարտիրոս Սարյանին նվիրված իմ բանաստեղծությամբ։ Ուրախ եմ ողջունելու ձեզ այս հիասքանչ երկու առիթով։ Այսօր մենք միասին նշում ենք մեր ազգային մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի 140 տարեկան։ Սա ոչ միայն հարգանքի տուրք է մեծ վարպետին, այլև հրաշալի հնարավորություն վերաիմաստավորելու նրա թողած ժառանգությունը, որն արդեն ավելի քան մեկ դար շարունակ ոգեշնչում է արվեստագետների ու մշակութասերների։ Արվեստն ու մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնության անկյունաքարերն են։ Դարեր շարունակ արվեստի գլուխգործոցները դարձել են ժողովրդի հոգևոր ժառանգության արտացոլանքը, պահպանելով, փոխանցելով ու պատմելով նրա անցածողին։ Հայկական մշակույթը բացառություն չէ, այն մեր ժողովրդի պատմության, ապրումների ու ձգտումների արտահայտությունն է և Մարտիրոս Սարյանը դրա լավագույն վկան է։
նա արվեստում ստեղծեց մի ամբողջ նոր աշխարհ, զուգակցելով արևելյան մշակույթի գունեղությունն ու արևմտյան նորարար մոտեցումները։ Նրա նկարները չեն պատմում բառերով, այլ փոխանցում առանձնահատուկ գույզեր, տրամադրություն, լուսավոր էներգիա։ Մարտիրոս Սարյանն այն մեծ արվեստագետներից էր, ով ոչ միայն հարստացրեց հայկական գեղանկարչությունը, այլև նպաստեց ազգային ինքնության ձևավորմանը։ Նրա կտավներում մենք տեսնում ենք Հայաստանի գույներով, արևով, բնաշխարհով ու մշակույթով։ Նրա արվեստը մեր հոգևոր ժառանգության կարևոր մասն է, եւ այսօր մենք եւս մեկ անգամ անդրադառնում ենք այդ մեծագույն ժառանգությանը։ Նրա ստեղծագործությունները մեզ հիշեցնում են, թե որքան էլ ժամանակները փոխվեն, որքան էլ աշխարհը արագ զարգանա, արվեստն ու գեղեցկությունը մնում են հավերժ արժեքներ։ Նրա կտավները հույսի, լույսի եւ հավատքի մասին են, եւ այսօր միջոցառումը եւս մեկ առիթ է վերհիշելու այդ արժեքները, վերագտնելու մեր ազգային հպարտությունն ու սիրով լցնելու մշակույթի հանդեպ։ Սարյանը մեզ ոչ միայն գեղեցիկ կտավներ թողեց, այլև կարևոր միտք տեսնել, զգալ ու սիրել կյանքը, արևը, Հայաստանը։ Նրա նկարներն ապրում են ոչ միայն թանգարաններում, այլև մեր հոգիներում, մեր գիտակցության մեջ, մեր մշակութային ինքնության մեջ։ Այս միջոցառումը եւս մեկ անգամ հաստատեց, որ արվեստը սերունդներին կապող օղակն է, անցյալի ու ապագայի խաչմերուկու։ Շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր ներկա գտնվեցիք մեր այսօրվա միջոցառմանը, ձեր ներկայությունն ու ջերմությունը այս նշանակալի օրն էլ ավելի ջերմացրեց, առանձնահատուկ դարձրեց։ Թող Սարյանի արվեստի լույսը միշտ լուսավորի մեր ճանապարհը, ներշնչի մեզ եւ հարստացնի մեր կյանքը։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Մաղթում եմ ձեզ հաճելի օրվա շարունակություն եւ գուներ ստեղծագործական պահեր։ Եվ ուզում եմ շնորհակալություն եւ ուզում եմ ասել, որ այսօրվա մրցույթ ցուցահանդեսի նախաձեռնողը Ձիաննա Հայրապետյանն է։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ գործընկերներին, որոնք միշտ մեր կողքին են, մեր լուսավոր երեխաներին, շնորհակալություն։ Ես նույնպես ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ նման արձագանքի եւ համագործակցության համար։ Նախագծի նպատակը կայանում էր նրանում, որ բացահայտենք ստեղծագործ երեխաներին, դպրոցների միջև ստեղծել մշակութային հաղորդակցություն։ Այսօրվա դպրոցը հետայսուկիտելիքահեն չէ, այլ կառուցնակահեն, որտեղ սովորողները ստեղծագործում են, ձեռք են բերում հմտություններ եւ դառնում են մշակութային արժեքների կրթողներ եւ ագա ստեղծողներ։ Մշակութային կրթության տարվա շրջանակներում հաշվի առնելով Մարտիրոս Սարյանի հոբելյանական 145-րդ տարեդարձը, Սարյանի անունը կրող դպրոցը չէր կարող անմասն մնալ։ Մրցույթի ներկայացված էին մոտ 400 աշխատանքներ, 50 դպրոցներ եւ շատ դժվարությամբ ընտրվեցին 81 նկար։ Լավագույն աշխատանքներից ընտրվեցին հաղթող ճանաչվեցին 9։ Կրկին շնորհավորում ենք այդ շնորհալի սովորողներին եւ ցանկանում բազում հաղթանակներ։ Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպմանը մասնակցած բոլոր մասնակիցներին։ Հանձինս Տիկին Բանայանին եւ Տիկին Հակոբյանին, ներկայացման բեմադրող եւ սցենարի հեղինակներին եւ բոլոր մեր մանկաբարձներին։ Տիկին Գայանե Սահակովնա, շնորհակալություն հեղինակային նախաձեռնության համար, երկոսի ձևանաստեղծության համար, մեր ուսերենի ուսուցչուհի Գայանե Սահակովնա։ Շնորհակալություն։ Նախագիծը ապահովել է
Եռամիասնությունը, թանգարան, դպրոցների համագործակցությամբ, որի գլխավոր նպատակն է Սարյանի արվեստին հաղորդակից լինելը։ Այսօր մեզ հետ են Սարյանի տուն թանգարանի տնօրեն Տիկին Իսահակյանը, Վերա Իսահակյանը, Խորունի Սոֆյա Սարյանը և կուզենայի խոսքս փոխանցել ձեզ, լսենք, շնորհակալ եմ։ Ես ուղղակի միացավ եմ անկեղծ ասած, այնքան երջանիկ եմ, որ այսօր ուղղակի երեխաները շատ շնորհակալ եմ ձեզ, տաղանդավոր երեխաներ են ուղղակի և դերասան, Մարտիրոս, Ակեցեք, բոլոր երեխաները, ես ուղղակի չգիտեմ, խոսքեր չունեմ, հպարտ եմ, որ մենք ունենք այսպիսի սերունդ և երբ դու գիտես, որ ունես այսպիսի երեխաներ, այսպիսի սերունդ, դու կարող ես վստահ ասել, որ քո երկրի ապագան ամուր ձեռքերում է լինելու, վստահելի է։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր թանգարանի կողմից, մեր ընտանիքի կողմից, Սարյան ընտանիքի կողմից, Դիանա ջան ձեզ, որ այսպիսի նվիրումով դուք աշխատում եք և միշտ մեր կողքին եք, շատ ուրախ ենք, իսկապես երեխաներին կեցեք, ապրեք և մեր համագործակցությունը մենք սիրով ինչ-որ կարող ենք ձեզ միշտ ձեր կողքին ենք, ձեզ կօգնենք և կրկին շնորհավորում եմ նաև երեխաներին, ովքեր հաղթել են և նաև ընդհանրապես ով կարողացել է մասնակցել և մասնակցություններ շատ կարևոր է։ Շնորհակալություն Եթե ունենք ցանկացողներ արտահայտվելու, Եթե կարելի է, ես էլ համեցեք Սոֆյա Սարյան։ Ես էլ շատ հուզված եմ, շատ ոգևորված երեխաների այս ելույթից և իհարկե բեմադրողին էլ մեծ շնորհակալություն եմ հայտնում, որտեղ շատ հուզիչ է լսել բոլոր այս խոսքերը, մտքերը, որ մենք տարիներով պատմում ենք, ասում ենք թանգարանում, այսպես մանրավորված ձևով, այն էլ այսքան հաջող, շատ լավ է, որ ամեն ինչ որ իրենք ասում են, ապրված է, գիտակցված է և այս ամենը իհարկե պետք է դառնա հիմք, հարստություն, ապագա երեխաների կրթության և հայրենասիրության համար և դրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում դպրոցի ամբողջ կոլեկտիվին և աշակերտներին և մաղթում եմ ապագայում մեծ հաջողություն։ Շնորհակալություն եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ նման գումներ հիմնադիր միջոցառման համար, իսկապես սա հրաշալի էր։ Այսօր մենք հրաշքի ականատես երանք, մենք ապրեցինք այս հրաշքը և մենք ապրեցինք մեր հրաշալի երեխաների միջոցով։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի սարյանականներ, իսկապես դուք ձեր գույնով, ձեր հույզերով, ձեր ասելիքով հարստացրիք այս օրը, այս միջոցառումը։ Սահման նախատեպ միջոցառում է, ես դա վստահաբար եմ ասում, ճիշտ է, շատ միջոցառումների ենք ականատես լինում, իսկապես, բայց այս միջոցառումը առանձնահատուկ է իր տեսակով, որտեղ կա լույս, արև, ջերմություն, սեր, որտեղ կար ամեն ինչ, կար մեր իրավանդությունը, մեր հարստությունը, ամեն ինչը, և դա ձեր շնորհիվ։ Շնորհակալություն ձեզ, սիրելի սարյանականներ, թող ձեր ուղին միշտ այսպես լուսավոր, գունեղ, արևոտ ու ջերմ լինի, թող ձեր ուղին միշտ հաղթանակներով լինի, գիտելիքահեն լինի, որտեղ իսկապես գիտելիքը ամենահզոր զենքն է, որ մենք ունենք, և դա մարդուց ոչ ոք չի կարող վերցնել, խլել։ Դուք ամեն օր այդ հարստությունը ստանալու հնարավորություն ունեք, ինչը որ տալիս են ձեր մանկավարժները, հետևաբար սիրեք, սիրով ու խնամքով դա վերցրեք։ Շնորհակալություն ձեզ, շնորհավորում եմ բոլորիդ, իսկապես սա հրաշալի է։ Յուրաքանչյուրը ձեր գույնով հարստացրեցիք այս միջոցառումը, իսկ ինչ խոսք, եկեք ավելի անկեղծ լինեմ, հնարավոր չէր այս ամենը իրականացնել առանց ձեր
հարգելի տնօրենություն, հարգելի մանկավարժներ, առանց ձեր օգնության, ձեր աշխատանքի, ձեր ջանքերի շնորհիվ։ Այս ամենի հետևում իսկապես մեծ հսկայական աշխատանք էր արված։ Որպես ծնող ես գիտեմ, որքան եք աշխատել, որքան եք չարչարվել, որքան ջանք ու եղանք եք գրել այս ամենի մեջ։ Սեր ամենակարևորը, որովհետև միշտ էլ սիրով արված գործը տալիս է իր բաղձալի արդյունքները։ Այստեղ կար սեր, կար արև, լույս, ջերմություն եւ թող ձեր բոլորի ուղին, սիրելի սարյանականներ, սիրելի մանկավարժներ, ձեր ուղին թող միշտ այսպես գունավոր, գունեղ, արևոտ լինի ու թող արևը միշտ ձեր հոգու մեջ լինի եւ թող նորանոր տրտամշակութային ծրագրեր, նախաձեռնություններ ունենաք ու թող որ դրանք միշտ այսպես հաղթական ավարտ ունենան, հանգուցալուծում ունենան ու թող միշտ կսարքվեն հաջողությամբ։ Ձեզ բոլորիդ բարի երթեմ արևոտ, խաղաղ կարևոր է նաև եւ հզոր երթեմ, ապագա երթեմ մաղթում։ Թող մեր դպրոցը միշտ փայլի այնպես ինչպես փայլեց այսօր։ Ներկայացնեմ, որ այսօր ես հետ է նաև մեր Շենգավիթ վարչական շրջանի կրթության բաժնի ղեկավար Տիկին Գասպարյանը և այստեղ են ներկա Երևան քաղաքի դպրոցի տնօրեններ, նաև Արմավիրի մարզից ունենք հյուր տնօրեն, որը սիրով ընկերներ են, որոնք կանգնած են միշտ կողքին, որոնցով ավելի ուժեղ ես ամեն տեղ ես տեսնում, ուժեղ ես լինում և այսօր ոչ միայն իմ ընկերներն են, մեր ղեկավարներն են, այլ թիմը, մեր դպրոցի թիմը, որ կանգնած էր մեր կողքին։ Շնորհակալություն, համեցեք։ Ես երկու բառ ասեմ, դպրոցի տնօրենն եմ, Երևան Հայաստան։ Գիտեք, շատ դժվար է մանկավարժ աշխատել։ Իրականում երբ որ դու աշխատում ես այլ հաստատությունում եւ որևէ նախագիծ ես իրականացնում, պատվիրում ես ամեն ինչ։ Ունես բյուջե, պատվիրում ես, բերում ես հարուսույց, չգիտեմ, բեմադրող, ռեժիսոր եւ այլն։ Դպրոցում քիչ այլ, որովհետեւ չունես հնարավորություն, այսպես ֆինանս չունես եւ այս մեր նվիրյալ ցուցիչները, մանկավարժները դառնում են համ բեմադրող, համ ռեժիսոր, համ նկարիչ, համ հարուսույց, համ ամեն ինչ։ Դուք նվիրյալներ եք, ես միշտ ասում եմ, հարգելի մանկավարժներ, շնորհակալություն ես գեղեցիկ բաների համար։ Չգիտեմ, բոլորը կապակցում են ձեր առաջ, նաև ես որպես ղեկավար, որտեղ անգնահատելի է ձեր աշխատանքը, ձեր նվիրումը անգնահատելի է։ Իսկ ընկեր Հայրապետյան, ձեզ հետ այսպես որ խորհրդակցում ենք միշտ, դուք ամեն բջիջով զգացել եք այս ամեն ինչը։ Հպարտ եմ, որ ձեզ ճանաչում եմ եւ հպարտ եմ, որ դուք իմ ընկեր եք։ Տիկին Հայրապետյան, հիմար ես ցանկանայի ասել, բարև ձեզ սիրելի ներկաներ, ողջունեք մեզ այս գեղեցիկ օրը միասին անցկացնելու համար եւ այսպես իրականում մենք տեսանք մի լուրջ աշխատանք, որը ուզեց եւ մեր ճանաչում տվեց վարպետին։ Ես ներկայացնում եմ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական թանգարանը եւ չեմ կարող հիացած հիացմունքս չհայտնել թանգարան մեր դպրոցի տնօրենին, քանի որ այո լույսը եւ արևը նրա միջից է ճառագում։ Մենք բազում արդեն 10 տարի է միասին աշխատել ենք տարբեր նախագծերի հետ միասին, դեռևս Տիկին Հայրապետյանը 66 դպրոցում էր աշխատում եւ մենք միշտ մրցույթներ էինք կազմակերպում հանրապետությունում։ Դրանք կլինեն բնական աղետներին, բնական էկոլոգիական խնդիրներին եւ միշտ նախագծի մեջ առանձնահատուկ էր ներկայանում այն խումբը, որը գլխավորում էր Տիկին Հայրապետյանը։ Եվ հիացած եմ ձեր աշխատանքով, թանգարան դպրոց կապը շատ կարևորում է եւ ահա բառապացույց, որ էլ ավելի խորացավ այս կապը եւ ընդհանրապես բոլոր թանգարանները մի մեծ լաբորատորիաներ են, որտեղ դուք կարող եք ձեր դրսևորել եւ էլ ավելի կրթությունը բարելավել։
հաջողություն, ես այսօր տեսա մի մեծ թիմային աշխատանք, այո, որը շատ դժվար է իրականացնել եւ արդյունքը եթե ստացվում է այսպես գեղեցիկ, դուք շատ լավ հաջողել եք։